Բայրամովի առաջարկին 3+3 տարածաշրջանային ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակի մակարդակով են արձագանքել, կարճ, նշելով, թե հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի 3-րդ հանդիպման համատեղ կոմյունիկեում արձանագրված է. նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Ընդհանուր ընկալմամբ այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում, փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնենք։ Հայաստանին չի գնում, որովհետև հասկանալի, եթե դու գնում ես մի երկիր, որտեղ կան հայ գերիներ, ապա դու դրանով փաստացի հատկապես նախընտրական կամպանիայի ժամանակ դու դրանով վարկանիշային մեծ կորուստ ես ունենում, չնայած ունես, բայց ել ավելի մեծ կորուստ ես ունենում, փաստորեն լեգիտիմացնում ես դատական գործընթացը։ Քաղաքագետ վերլուծաբանների ձևակերպմամբ 3+3-ը Հայաստանի համար այնքան էլ կոմֆորտ չէ, բայց հուսալի ձևաչափ է։ Սակայն ասում են, այնպես չէ, որ այդ ձևաչափով հանդիպումներում Հայաստանի համար դրական արդյունքներ կարող են լինել։ Եթե հաջողվի այդ ձևաչափով հասնել կոնսենսուսի, ապա դա կլինի շատ ավելի հուսալի, քան որևէ այլ ձևաչափով փաստաթուղթ, որովհետև եւ պատմականորեն եւ փաստացի մեր տարածաշրջանում միշտ կայունությունը եղել է Ռուսաստան-Իրան-Թուրքիա հետ եռանկյունու կոնսենսուսով։ Եթե այդ կոնսենսուսը չի եղել են լարվածություն, պատերազմներ, եթե եղել է կայունություն։ Հայաստանն այս ձևաչափով հանդիպումներում ըստ քաղաքագետ Բաղդասարյանի ամենաթույլողակն է տնտեսական առումով եւ միակ ամենափոքր երկիրն է, որ դեպի ծով ելք չունի, եւ բնականաբար նման հանդիպումներում Հայաստանը չի կարողանալու իր շահերն առաջ մղել, այլ անդամ բոլոր երկրները փորձելու են Հայաստանի այդ վիճակից իրենց փայաբաժինը պոկել։ Պետք չի ակնկալել, որ այդ ձևաչափը Հայաստանին պաշտպանելու է, ոչ, պարզապես քանի որ այնտեղ էլ կան շահերի բախումներ այդ խոշոր խաղացողների միջև, Հայաստանը կարող է հասնել ինչ-որ կոնսենսուսի, որտեղ համաձայնվեն, որ լավ, Հայաստանին ձեռք չենք տալիս, պարզացած, եւ դառնում է ընդհանուր պրոյեկտի մի մաս, այսինքն ապաշրջափակում եւ այլն։ Նկատենք, որ Ադրբեջանն այստեղ էլ մի քանի լարի վրա է խաղում, սիրաշահում է Արևմուտքին, բայց դրան զուգահեռ տարածաշրջանային խնդիրների լուծման համար ողջունում 3+3 ձևաչափը։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը շահեր ունի թե Արևմուտքից եւ թե Ռուսաստանից։ Թուրքիան Ադրբեջանի միջոցով տարբեր բանակիտական խաղեր է խաղում։ Ցույց տալով, որ Ադրբեջանի ինքնուրույն քաղաքականություն է վարում, բայց իրականում դա Թուրքիայի քաղաքականությունն է Հարավային Կովկասում։ Վրաստանը հայտնեց, թե Հայաստան-ադրբեջանական նավթամթերքի մեկ անգամյա տարանցման համար Թբիլիսին տուրք չի գանձի։ Ինչպես հացահատիկի նավթամթերքի ներմուծման դեպքում էլ Հայաստանի Հանրությունը ադրբեջանական կողմից տեղեկացավ։ Հայաստանի իշխանություններն էլ հայտարարեցին, որ վրացական կողմն այդ քայլը դիտարկում է խաղաղության գործընթացին նվիրված ժեստ։ Հետագայում սակայն նավթամթերք ներմուծողները վճարումներ կկատարեն։ Ըստ քաղաքագետ Բաղդասարյանի, իրականում Վրաստանը ընդունված գներից անհամեմատ ավելի թանկ տուրք է պահանջում որպես տրանզիտ երկիր։ 40 անգամ ավելի թանկ, որովհետև Վրաստանը օգտվում է այս իրավիճակից եւ փաստացի փոխադրումների մենաշնորհ ունի։ Ըստ քաղաքագետի, որքան էլ Վրաստանը դիվանագիտական հայտարարություններ անի, թե ողջունում է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ երկիրը ըստ Բաղդասարյանի լավ է հասկանում, որ եթե հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, որպես տրանզիտային երկիր իր դերը էականորեն նվազելու է։ Վրաստանը եւ քաղաքական եւ տնտեսական առումով վնաս է կրելու։ Փաստն այն է, որ այդ հարաբերությունների կարգավորման արդյունքում Վրաստանը տուժելու է։ Իրականում Վրաստանը ունի տնտեսական եւ քաղաքական զարգացման երկու հիմնական հաղթաթուղթ։ Առաջինը ելք դեպի Սերծով եւ երկրորդը հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների բացակայություն։ Սրանք են Վրաստանի երկու առավելությունները։ Եվ Վրաստանը բնականաբար չի ցանկանա զրկվել այդ առավելություններից մեկից։ Այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի, տեսականորեն, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի եւ երկու երկրների միջև շարունակական դառնան առևտրային հարաբերությունները, ներմուծումն ու արտահանումը երկու երկրների միջև կլինի ոչ թե Վրաստանի, այլ ուղիղ ճանապարհով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։